Բարև ձեզ։ Էս դպրոցն է, չէ՞։ Այո։ Հա։ Մենք էլ աշխատողներ։ Չէ, դեպքը էս դպրոցում է եղել։ Մի հատ է դպրոց կար, չէ՞ ստե։ Փետրվարի 13-ն է, Լոռու մարզ, Սպիտակ խոշորացված համայնքի ջրաշենի միջնակարգ դպրոցում ենք, որտեղ 2 օր առաջ միջադեպ էր տեղի ունեցել 13-ամյա տղաների միջև, որից հետո աշակերտներից մեկը Սպիտակ բժշկական կենտրոնի շտաբ օգնության բժիշկների կողմից նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն էին ստացել, ապա երեխային տեղափոխել են Սպիտակ բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տեղում արդեն լրացուցիչ բուժօգնություն ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Արդեն դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի, Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, դպրոցի տնօրինությունը համայնքային ոստիկանություն է ներկայացրել միջադեպի մասնակից մնացած 13-ամյա երեխաներին ու հիմա դպրոցում դասապրոցեսը շարունակվում է, անգամ Հարևան գյուղի դպրոցում վերանորոգման աշխատանքներ է կատարվում, դրա համար Հարևան գյուղի երեխաները գալիս են այստեղ իրենց դասապրոցեսը անցկացնելու։ Մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ միջադեպը հարթվել է, սակայն չգիտեմ դա երբ, ավելի ճիշտ նշում են, որ միջադեպը հին պատմություն ունի, նեղանձնական, սակայն հիմա հարթվել է այդ միջադեպից հետո, կրքերը հանդարտվել են եւ իսկ մի քանի հոգի, ովքեր նշում են, թե տնօրենը տղամարդ է, իրականում դպրոցի տնօրենը ոչ թե տղամարդ է, այլ կին է։ Այդ օրը նաեւ դպրոցում անցկացվել է միջոցառում եւ այդ միջոցառմանը մասնակցելու համար ժամանել են Սպիտակի քաղաքապետարանի աշխատակիցները, նույնիսկ նշում էին, որ քաղաքապետն է անձամբ եկել ու քաղաքապետարանի աշխատակիցները ականատես են եղել, թե ինչպես է Սպիտակի հիվանդանոցի շտաբ օգնության մեքենան երեխային տեղափոխում հիվանդանոց, հետաքրքրվել են, ասում են, որ այստեղ քաղաքապետարանի աշխատակիցներին ասել են, որ երեխան վնասվածք է ստացել ձնագնդի խաղալու ժամանակ, մինչդեռ որոշ ժամանակ անց հայտնի է դարձել իրականությունը եւ Սպիտակի քաղաքապետը անձամբ հետաքրքրվել է, թե ինչն է եղել պատճառը, որ իրենց աշխատակիցներին ասել են ոչ իրականություն, ոչ ճիշտ տեղեկություն։ Այստեղ էին նաեւ մի քանի բնակիչներ գյուղի, ովքեր նշում էին, որ երեխայի վիճակը արդեն շնորհիվ բժիշկների կայունացել է, կարծես թե լավ է, կյանքին վտանգ չի սպառնում ու հիմա սպասում են քննչական քննիչների աշխատանքի ավարտին, թե ինչ որոշում կկայացվի, դա հետագայում կիմացվի։
Որ են աջակցել։